Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզ սիրելի արազատներ, բարիրուս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ցեզի եւ մեզի մեծ աբեդիս։ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդյան ու թորյա ուրախության եւ դոնախմբության մեջ ենք սիրելներ։ 8 օրեր շարունակ մենք կպարապանենք Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդը, որովհետև Տերը մեզի համար մարմնացավ, մարդացավ, ծնավ գադարելապես իմարյամա սրբո գուսեն հոգվովն սրբով։ Եվ սիրելիներ, Տիրոջ մարմնանալը, մարդանալը մեզ նման ծնիլը մեր փրկության համար էր, որովհետև Տերը ուզեց, որ մենք վերադառնանք իրեն։ Տերը ուզեց, որ վերադառնանք մեր նախկին աստվածային պատկերին, սկզբնական պատկերին։ Տերը ուզեց մեզ վերադարձնել հավիտենական կյանքին։ Ահա Քրիստոսի սուրբ ծննդյան խորհուրդը ինք մարդուն պես եղավ, որբեսի մարդը աստվածացնե, ինչպես կսե եկեղեցվո հայրերեն Դեր Դուղյանոս։ Ամեն շաբաթ ցեզի կընթերցեմ եկեղեցվո հայրերեն քրություններ, ջարեր, խոսքեր։ Սիրելիներ, այսօր ցեզի պիտի ընթերցեմ ինձի համար մեծ ուսուցիչ եղած Երջանկայի Շադակ Քարեքին առաջին Սարգիսյան Գաթողիկոսի քարոզակիրքի այս երկրորդ հատորեն հարցազրույցը, որ գադարած է, դված է խորան լուսո հաղորդաշարով։ Քարեքին վեապարը, որ նախաբես մեծիդանն գիլիգյո Քարեքին երկրորդ Գաթողիկոսներ Սարգիսյան, երբ սիրելներ դակավին ուսանող էի մեծիդանն գիլիգյո Գաթողիկոսության մեջ, իմ թասը ընկերներս եւ ես եղանք վերջին սերունդը, վերջին աշակերտները Քարեքին վեապարին, որով երբ Վասկեն վեապարը Երջանկայի Շադակ մահացավ, վախճանեցավ, Քարեքին երկրորդ Գիլիգյո Գաթողիկոսը ընդրվեցավ Վասկեն վեապարի փոխարեն որպես ամենայն հայոց Գաթողիկոս, եւ քանի որ ամենայն հայոց Գաթողիկոսներու շարքին Քարեքին անունով Գաթողիկոս չէր եղած, հետևաբար Քարեքին երկրորդ Գիլիգյո Գաթողիկոսը դարձավ Քարեքին առաջին Գաթողիկոս, որովհետև Գիլիգյո մեջալ սիրելիներ Քարեքին առաջին Հովսեփյանց Գաթողիկոսը եղած էր։ Եվ դա քրական է, աստվածային դնորինում է անշուշտ, որ Քարեքին Հովսեփյան Գաթողիկոսը ինք Սուրբ Էջմիածնի միապան էր, մասնակցած էր Սարտարաբադի պատերազմին եւ երբ որ Գիլիգյո Գաթողիկոսությունը թափուր մնաց, զինք որպես Գիլիգյո Գաթողիկոս ընդրեցին եւ օծեցին 40-ական թվականներուն։ Ահա սիրելիներ, մոտավորապես 50 տարիներ յետք այս անգամ Գիլիգյո Գաթողիկոսեն ուրիշ Քարեքինը, Քարեքին Սարգիսյան Գաթողիկոսը Էջմիածին գնաց եւ դարձավ Քարեքին առաջին Սարգիսյան Գաթողիկոս։ Վեապարը սիրելիներ ժողովրդին հետ շատ մոտ էր եւ ժողովրդին կբացատրեր քրիստոնեական արժեքներ։ Խորան լուսո հաղորդաշարը, որ սկսած էր Վասկեն վեապարի օրով, ուր գրոնավորներ ժողովրդին բացատրություններ գուտային քրիստոնեական կյանքին վերաբերյալ, հարցազրույցներ կատարեց Քարեքին առաջին ամենայն հայոց Գաթողիկոսին հետ, թիվով 8-ը։ Ես այսօր ցեզի պիտի ընթերցեմ սիրելներ երկրորդ ուրեմն հաղորդումը իրականության մեջ այս հաղորդման մեջ պիտի տեսնենք Քարեքին վեապարի աստվածաբանական միտքը սիրելներ, ուր գխոսի հայտնության մասին եւ ցույց կտա թե ինչպես Տերը ինքզինք հայտնեց մեզի եւ Տիրոջ հայտնությամբ է որ մենք ջանցանք զինք Դերը հայտնեց ինքզինք
Աստվածաշունչի մեջ են, մարգարեներուն, առաքյալներու մեջ են, բայց հատկապես Աստված ինքզին հայտնեց իր որդին ջամփով, երբ Քրիստոս մեզի համար մարմնացավ, մարդացավ, ծնավ գադարելապես։ Լսենք սիրելներ իմաստուն վեապար հայրաբեդի այս սկանչելի հարցազրույցը խորան լուսո հաղորդաշարին ընդմեջ են։ Հաղորդում երկրորդ։ Սիրելի ավադացյալներ, փառք եմ տալիս Աստծուն, որ ինձ շնոր արեց այս շաբաթ երեկոյան երկրորդ զրույցն ունենալ ցեզ հետ, որպես երկրորդ հանգրվան խորան լուսո ծրագրի այս նոր շրջանի։ Ես ուզում եմ այս զրույցն սկսել մեր Սուրբ Եկեղեցու սրբազնագույն հայրաբետներից մեկի դաղանտավոր բանաստեղծ, երաժիշտ, աստվածապան ու իմաստասեր Սուրբ Ներսես շնորհալու աղոթացային բարերով, եւ դուք էլ ինձ հետ միասին աղոթեցեք, որբեսի մեր նյութին մոդենանք ընկալուչ հոգով, առաստված բացվելու դրամատուրգիամբ։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել եւ խոսել եւ գործել, առաջիկո ամենայն ժամ, իչար խորտոց, իփանից եւ իգործոց, փրկյազիս եւ ողորմյակո առածոց եւ ինձ բազմամերիս։ Ահա այս սրդի եւ հոգու բացվածությամբ ես ուզում եմ այսօր խոսել ցեզ հետ Աստուծո խաղապարի մասին այնպես, ինչպես մենք քրիստոնյաներս ենք ըմբռնում նրան դիեզերքի արարչին։ Աստված բազմաթիվ անուններ ունի, բոլորն էլ մարդկանց կողմից տրված անուններ են, նրան ճանաչելու իրենց կարողությունից բխած արտահայտություններ։ Ասում ենք Աստված հայր է, ասում ենք Աստված բարեխնամող է, ասում ենք Աստված սեր է, ասում ենք Աստված ամենագալ, ամենակարող, ամենադես, ամենակետ է։ Մարդկային մտածելու եղանակներից բխած պատկերներ ենք ստեղծում եւ դարբեր որակումներ տալիս Աստուծո խաղապարին։ Բայց Աստված անուն չունի։ Սուրբ գրքում ասվում է. Ես եմ, որ է։ Ես նա եմ, որ գա։ Ինքն իրենով սկզբնական ուժը, որից ծնվել է ամեն ինչ, եւ դա է պատճառը, որ հայաստանյաց եկեղեցիների բոլոր խորանների ճակատում մենք արցնակում կամ քանդակում ենք է քիրը։ Նա որ է եւ նրանով ենք մենք, որ ենք եւ ինչ որ է եւ ինչ որ գա։ Այդպիսի Աստծուն ես, ինչպես եկեղեցու մեծ հայրերը նմանեցնում են արեքագին, արավոտ լուսո, արեքագն արդար, արիս լույս ձակյա։ Ով կարող է նայել արեքագին եւ չգուրանալ, բայց ով կարող է որևէ բան տեսնել առանց արևի։ Մենք արևը չենք տեսնում, բայց առանց արևի, առանց լույսի ոչինչ չենք կարող տեսնել։ Նա փխումն է կյանքի, ուժ է եւ ոչ թե ուժ, լոկ ուժ իմաստով, այլ ստեղծարար ուժ։ Մարդ էյագին է ստեղծել եւ ինքն իր պատկերն է դրել մարդու վրա։ Իր գնիկն է դրել, ինչպես Աստվածաշունչ Մատյանի առաջին էջում են կարդում, եւ արարը զնա ի պատկեր յուր։ Աստված մեզ ստեղծեց իր պատկերով։ Եվ Աստվածաշնչի առաջին գլխում պիտի ասեմ, սկանչելի բանաստեղծականությամբ, խորաթափանցությամբ նկարագրվում է մարդու արարումը, երբ հողից մարդը գազմավորվեց, երբ փչեց ինա շունչ կենթանի եւ եղև մարդն հոգի կենթանի։ Եվ որ Աստված մարդու մեջ շունչը փչեց, մարդը կենթանի հոգի եղավ, կենթանացավ։ Աստված ինքն իրեն հավերժացրեց մարդու կոյությամբ, ինքն իրեն բաժանեց, ինչպես լույսն է դարածվում աշխարհում, եւ այդ Աստված անձնավոր Աստված է, ոչ թե մտածողական կատեգորիա կամ մտքի օրինաչափություն, առանց որի մենք դիեզերքը չենք կարողանա լուսաբանել։ Ոչ, նա մարդու կյանքի հետ կապված Աստված է, ոչ թե սոսկ դրամապանությանը եւ բանականությանն անհրաժեշտ մի խաղապար։ Աստված խաղապար չէ հետեւաբար, այլ Աստված սիրելներ մենք մաս կգազմենք Աստծո կյանքին, իր մեջ է, որ ստեղծված ենք։ Այս է այն Աստվածը, որ ինքն իրեն հայտնեց մարդ էյագի միջոցով, եւ այդ հայտնությունն է, որ մենք գտնում ենք Աստվածաշունչ Մատյանի մեջ։
Ահա թե մենք ինչպես ենք նրան ճանաչում, այնչափ եւ այն ցևով, ինչ չափ եւ ինչ ցևով նա ինքն իրեն հայտնել է մեզ։ Սիրելներ, որքան որ Աստված մեզ ինքզինք հայտնած է, այդքանով կճանչնանք զինք։ Ատկի ավելի մարդ չի գրնար զինք ճանչնալ։ Ուրիշ խոսքով, մենք իրեն մոդելում ենք համաձայն մեզ դված կարողության, սակայն անհրաժեշտ է գիտնալ, որ մենք սահմանավոր էակներ ենք։ Մենք չունենք ամենակարողությունը եւ այդ իմաստով ու այդ դարողությամբ մենք պիտի նրա նշաններից հասկանանք նրան, նրա գամքը, նրա ինքնարդահայտության միջից մենք սովորում ենք։ Ինչ է ուզում Աստված մեզ համար։ Ուզում եք իմանալ, ուրեմն բացեք Աստվածաշունչը։ Այնտեղ Աստված ինքն իրեն հայտնել է Եբրայեցի ժողովրդի պատմական դրվագների միջից, հայտնել է մարգարեների միջից, եւ նրա հայտնության քերակույն, բարձրակույն, գադարելակույն աստիճանը եղել է Հիսուս Քրիստոս, ում ամբողջական մարմնացումով Աստված մեզ հայտնել է իր մարդեղությունը, մեզ հետ եւ մեզ պես լինելը։ Մեզ նման լինելով, մարդկային եւ աստվածային բնությունները մեր գոյության հետ խառնելով, դիբարային գադարելությամբ ապրել է կյանքը եւ մեզ ցույց տվել, թե մենք ինչպես պիտի ապրենք։ Ավետարանում Հիսուս ասում է. «Եղիցիք գադարյալք, որպես եւ հայրն ծեր գադարյալ է»։ Այսինքն գադարյալ եղեք, ինչպես որ ծեր երկնավոր հայրը գադարյալ է։ Մենք ցկդելու ենք գադարելության, բայց պետք է իմանանք, որ մեր մարդկային կարողություններն այնպես ուժեղ եւ այնպես ամբողջական չեն, որ մենք գադարյալ դառնանք Փարիս Աստվածային իմաստով։ Այստեղ ես ուզում եմ հայտնել մի խաղապար։ Եթե մենք ուզում ենք մեր կյանքն ապրել այնպիսի նպատակի համար, որի միջից մենք եւ մեր շրջապատի մարդիկ երջանկության խաղապարը կյանքում ապրումի վերածենք, ոչ թե երազենք երջանկության մասին, այլ երջանկությունը վերածենք սեփական ապրումի կյանքի կորձի, ապա պետք է գարտանք Աստծո գամքը, Ավետարանում Քրիստոսի հայտնած բոլոր ճշմարտությունների, բարոյական սկզբունքների, հոգևոր արժեքների միջից։ Հիսուս ասում է, որ եդես ըզ հայրն իմ, այսինքն ով որ զիս տեսավ, հայրը տեսած եղավ։ Նա որ ինձ տեսավ, ինձ ճանաչեց, իմ ասածներն արեց եւ գործադրեց, նա Աստծո հետ հաղորդագից դարձավ, Աստված տեսավ։ Այդ իմաստով մենք քրիստոնյա բոլոր ազգերս ժառանգել են Քրիստոսի ավետարանը որպես քերակույն էակի, քերակույն արվույն, սկզբնական բաժարի, ամենակարող ուժի հարկանքի արդահայտություն։ Հետևաբար, քրիստոնեական հասկացողությամբ Աստված անձնավոր ուժ է, փարոյական ուժ, իմացական ուժ եւ ոչ թե մեր մտքի ենթադրությունը, առանց որի մենք չենք կարող դիեզերքի ուրիշ երևույթները բացատրել, ինչպես քիչ առաջ ասացի։ Հետևաբար սիրելիներ, ոչ թե մարդն է, որը ստեղծած է Աստված, ինչպես որ անհավատները գսեն, մարդոց ստեղծումն է, մարդոց մտքի ստեղծագործությունն է Աստված, այլ Աստված է, որ մեզ ստեղծած է իր պատկերին համաձայն։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մեր ժամանակում, որով մենք ամեն առավոտ աղոթք ենք անում այստեղ Մայրաթորում կամ ուրիշ եկեղեցիների մեջ, մի սքանչելի աղոթք կա։ Չագերդի մեջ աղոթքը գսե։ Եվ առաջնորդյաց մեզ ի խավարե ի լույս, ի մահվանե ի գյանս, հաբագանութենե հանաբագանություն եւ հանքիդութենե ի քիդություն ճշմարտության յուրո։ Ասել գուզե, որ Քրիստոս ինք մեզ առաջնորդեց խավարեն թեպի լույսը, մահեն թեպի կյանքը, աբագանութենեն հանաբագանության եւ անքիդութենեն իր ճշմարտության քիդության։ Քրիստոս մեզ առաջնորդեց, ահա գգրտե, խավարից թեպի լույսը, աբագանությունից թեպի անաբագանությունը, մահվանից թեպի կյանք եւ անքիդությունից թեպի իր ճշմարտության քիդությունը։ Այս բառն ինձ հիշեցրեց, որ ես ցես հայտնել եմ իմ մտածումները քիդության եւ գրոնքի փոխհարաբերության մասին, որովհետեւ գոյություն ունի այն սխալ մագերեսային ըմբռնողությունը, թե նա, ով քիդության բարձր ոլորտներում է ջախրում, չի կարող Աստուծուն հավատալ, թե Աստուծուն հավատալը դքետների, անուստների գործն է։ Միշտ այդպես կսեն սիրելիներ, մարդիկ կսեն, որ անոր քիդության բարձրակույն, ուրեմն վիճակին գասնի, Աստուծո գարիք չունի, արդեն գիտե որ Աստված գոյություն չունի։ Գրոնը գսեն դքետներու, անուստներու գործն է։ Ճիշտ հիմարություն է սիրելիներ։
Հիսուսը ինքը Մատթեոսի ավետարանի 11-րդ գլխում մեջ գսե. Հայր, շնորհակալ եմ, որ այս աշխարհի իմաստուներեն եւ գիտուներեն ծածկեցիր եւ հայտնեցիր բարձամիտներուն։ Սիրելներ, բարձ մամիկներն ու բաբիկները, որոնք ուսում չունին, ավելի հավատքով են, ավելի իրենց հոգի աչքերը բաց են, քան բարձր գիտությանց արժանացածներուն, որոնք անհավատ կյանքով գաբրին։ Գիտությունը մարդկային փորձարարական գիտությունը մանավանդ արարգաների քնությունն է կատարում։ Նրանց կոյացության, փաղկացության դարերն է վերլուծում եւ մեզ զանոթացնում այս աշխարհի մարդկային կյանքի պայմաններով սահմանավորված կոյությանց հետ։ Գիտությունը կարող է ասել, թե այս գիրքն ինչ նյութից է կազմվել, բայց գիտությունը չի կարող ասել, թե այս գիրքն ինչի համար է ստեղծվել։ Հեղինակը դա ստեղծել է այնպիսի մտքով, որ իրենից փիլիսոփայական, գրոնական, մարդկային կյանքի երջանկությանը նպաստող միտք է անտիսանում։ Գիտնականը նա է, ով գիտական չոր ու ցամաք ծանոթություն է տալիս, բարձապանում իրականությունը, բայց թե այդ իրականությունը ինչի համար է ստեղծվել, ինչ իմաստ ունի, գիտության գործը չէ։ Դա փիլիսոփայության եւ նաեւ ու մանավանդ աստվածապանության գործն է։ Թե Աստված ինչու է ստեղծել սա, գիտնականը բարտավոր չէ իմանալու, ուսումնասիրելու։ Գիտություն ճշմարտության յուրոփարը, որ քիչ առաջ այստեղ գարտացինք, մեծ նշանակություն ունի։ Ինչ է ճշմարտությունը։ Ճշմարտությունը կապված է կյանքի հետ։ Հիսուս, որ ճշմարտություն քարոզեց, հունական փիլիսոփաների նման չքարոզեց։ Նա ասաց. Ես եմ ճշմարտությունը։ Ճշմարտությունն աբրվելիք իրականություն է։ Ճշմարտությունը դեսական հարց չէ։ Գիտական ծանոթության մեջ այո, բայց մարդու համար ճշմարտությունն այն է, որ իր ապրած կյանքին իմաստ է տալիս։ Մարդս գլիանա, մարդս իր քոյությանը գանտրատարնա եւ դրա համար իր դեսագետով ասվել է ձանիր ըսկես, ինքզինքը ջանցիր։ Ձանիր ըսկես ինչ է նշանակում։ Միս ու ոսկորը մարմինը պիտի ճանաչեմ։ Ինձ պետք է ճանաչեմ իբրև աբրող էյագի, մտածողի, ըսկացողի, ցկտողի, փափակ ունեցողի, երբեմն վեր թևողի, երբեմն կետնաքարշ ընկնողի։ Մեր Սուրբ Գրիգոր Նարեգացին մարդկային այս դրաման է տվել մեզ։ Նա ուզում է սրբանալ, բարձրանալ թեպի Աստված եւ հետո ընկնում է ցած մեղքի մեջ։ Այս գիտությունը կապված է գրոնական փիլիսոփայական ըմբռնողության, այլ ոչ թե փորձարարական գիտության հետ։ Ահավասիկ, ես այսօրվա իմ խոսքն ուզում եմ փակել ցեզ համար մեջբերելով մի քրվածք, որ իմ կյանքի վրա շատ մեծ աստեցություն է գործել։ Ցեզ բոլորիդ համար այնքան սիրելի եւ ամբողջ մեր հայագիտության համար այնքան հարգված թեմքերից է Քարեքին առաջին կաթողիկոս Հովսեփյանցը, Մեծիդանը Գիլիո կաթողիկոս դարձավ, ինչպես արդեն խոսքիս սկիզբը ասի։ Նրա թեպի լույս եւ կյանք գիրքը մի հադոր է, իսկապես բացարիք հադոր է թեպի լույս եւ կյանք գիրքը, որ գրած է Քարեքին Հովսեփյանց կաթողիկոսը, որի մեջ խմբվել համադեղվել են իր քարոզները, հոգեվոր խոսքերը։ Նրանց մեջ մի քրություն կա, մի գլուխ գործոց։ Դա գրվել է շատ վաղ ժամանակներում, սրանից մի 50 տարի առաջ։ Սիրելիներ, այս 50 տարին որ գսեք Քարեքին վեապարը, ադոր վրա հիմա 25 տարի ալավեցնենք, մի 75 տարի առաջ գրված քրություն մնե։ Բայց դարիները ոչ մի ստվեր չեն գցել նրա վրա։ Քեղեցկակույնը։ Ուրեմն հիմա Քարեքին Հովսեփյանց կաթողիկոսի խոսքերը կմեջբերե Քարեքին ամենայն հայոց վեապար Սարգսյանը։ Քեղեցիկը գսիրենք մենք եւ գխոսենք նրա մասին, բայց ինչ է քեղեցիկը։ Աղբյուրի նման վջիդ, ծովի նման խոր աչքերը, արեկագի նման փոցավար փայլը նրանց հայացքը նվաճող անձնվեր սիրազեղ ինքնափոփ արդասվալից, շրթունքներին զարգած ժպիտը, որ երբեմն ամբողջ հոգու արդայդությունն է ավելի փովանտակալից, քան մի գիրք։ Աչքն ծովի ծով, ձիծաղախիտ, ծավալանայր հարավոդուն երկու փայլակնացև արեկական նման, ինչպես երկել է մեր Նարեգացին։ Ինչպես քեղեցիկ է վարդի թերթին իջած անաբական ծողի գաթիլը, բայց բագաս քեղեցիկ են անմեղ մանգան աչքերից թափած արդասուքի գաթիլները, մարգարդանման մոր հրջվալից աչքերով թիթված։ Քեղեցիկ չէ երկնքի հոգիտ շոյող գաբուդագությունը արևի մեղմիկ լուսավորությամբ։
Քեղեցիկ չի աշնան քիշերն աստղալից, խորհրդավոր անհունության սահմաններից եկած ջարակայտներով ուղված սրդիտ խորքը։ Քեղեցիկ չի արավոտյան արշալույսը, արեկագի ցակումը մթության եւ խավարի ծոցից, քիշերային քերեզմանից։ Բագաս քեղեցիկ է արևի մուտքը եւ սակայն այդ բոլոր երևույթների միջից փնության աստուծո այդ թարգման եղող երևույթների միջից, բայց քեղեցկից քեղեցկակույնը, բարձրակույն քեղեցկությունը մարդն է, հոգին։ Քեղեցիկ է արվեստի ստեղծագործությունը, բայց քեղեցկակույն է գենթանի մարդը, նորա հոգին, նորա անձը, մարդը ուղղամիտ եւ անհողթողտ, մարդը ցուլված բրոնզե արծանի նման, հստակ եւ մաքուր փյուրեղի նման, հաստատ եւ երկնասլած գոթողի նման, յուր բարքի գիտակցության եւ գադարման մեջ, աչքեր միշտ դեպի հերուն, փարոյական գադարելության փարոսը եւ քեղեցկության նավահանգիստը։ Մակլցել սիրո, զոհողության, եղբայրության բարձունքները բարձրակույն քեղեցկության ասպարեզն է եւ ուղին մարդկության համար։ Այնպես ընթացարուկ զի հասանիցեք, այդպես ընթացեք, որ հասնիք։ Դիեզերքը մի դբրոց է, որի միջից մարդն ինքն իրեն է ճանաչում եւ ինքն իր միջից Աստուծուն է ճանաչում։ Եվ երբ Աստված եւ մարդ այսպես իրարով հանգուցվեն, այս խոսքերը այլևս Կարեկին առաջին Սարգսյան կաթողիկոսի խոսքերն են, այդ հանգույցից, այդ սուրբ հանգույցից երջանկություն գծորի մեր բոլորի կյանքի մեջ։ Թող Աստուծո խաղապարը, Աստուծո ներկայությունը, Աստուծո ապրումը երջանկության ջարակայտապեր աղբյուր դառնան ծեր բոլորի կյանքում։ Աստված օրհնի ձեզ։ Աստված քեզ ալ օրհնե, քու իշադակդ ալ օրհնե, ով մեծ ուսուցիչս, Քարեկին առաջին վեհապար հայրաբեդ։ Սիրելներ, ահավասիկ իմաստության խոսքեր, իմաստուն հայրաբեդեմը։ Խորտածենք այս բոլորի մասին եւ սիրելիներ փառք տանք Աստուծո, որ մեզ իր բատկերին ու նմանության համաձայն ստեղծեց։ Փառք տանք Հիսուս Քրիստոսին, որ մարմնացավ, մարդացավ, ծնավ գադարելաբես ու մեզ սիրելներ իրեն նման դարձուց։ Փառք տանք Սուրբ Հոգին, որ մեզ իրեն դաջար դարձուց ու մեզ իմաստությամբ լեցուց, որբեսի առաջնորդվենք սրբությամբ եւ հասնենք հավիտենական կյանքին։ Եկեք սիրելներ, Սուրբ Ծննդյան այս դոնական օրերուն սրբությամբ ապրենք, մենք մեզ ճանչնանք ու Տիրոջ Սուրբ անունը փառավորենք։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։